Շրջակա միջավայրի նախարարությունը օրերս հայտարարեց, որ մեկ օրում Սևանա լճից դուրս է բերել 135 ապօրինի խեցգետնավորսիչ, 152 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Ոլորտի պատասխանատուները զգուշացնում են, Սևանում արդյունաբերական խեցգետին այլևս չկա։ Հիվանդության տարածման եւ անխնավ պատճառով պաշարները կտրուկ նվազել են, իսկ վերականգնումը կախված է միայն բնության հրաշքից ու որսագողերի ախորժակից։ Համապատասխան նյութեր եք նախապատրաստում, այսպես ասեմ, ֆոտոլուսանկարահարվում արձանագրություն է կազմում, ուղարկվում է տեսչական մարմին կամ եթե անհայտ է, ոստիկանություն պարզում են տեղադրողների ինքնությունը եւ վարչական պատասխանատվության ենթարկում։ Տուգանքի չափը կախված է պատճառված վնասի չափից, հայտնում է Սևան ազգային պարկի աշխատակիցն ու վստահեցնում, ձեռնարկում են համապատասխան քայլեր Սևանի ավազանում ստվերային որսը բացառելու համար։ Շրջակա միջավայրի նախարարությունից էլ հայտնում են, խեցգետնի ամենամեծ պաշարը Սևանում եղել է 2017-ին, կազմել է 4.500 տոննա, սակայն տարեստարի նվազել է, նախորդ տարվա տվյալներով հասնելով ընդամենը 70 տոննայի։ Ամեն տարի խեցգետնի պաշարը ուսումնասիրվում է պետպատվերի շրջանակներում, հիդրոէկոլոգիա եւ կենտրոնավարության փողակի ինստիտուտի մասնագետները ձկան պաշարի հետ համեմատ է։ Ու ամեն տարի իրանց առաջարկի հիման վրա մենք որս ենք տալի արդյունագործական կամ ոչ։ Խեցգետնի պաշարների նվազման պատճառներից մեկն էլ հիվանդության տարածումն է։ Ըստ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրենի խոսքը ժանտախտ կոչվող վարակի մասին է։ Այն իհարկե բնական երևույթ է, բայց բուժման որևէ միջոց չկա։ Բանն այն է, որ օրենքն արգելում է Սևանա լճում դեղամիջոցի օգտագործումը։ Ուստի ըստ մասնագետների պաշարների պահպանման միակ արդյունավետ տարբերակը խեցգետնի որսը բացառելն է։ Սխալ որսամիջոցներով կատարվող որսներ օգտագործվում էին հարմոնաձև խեցգետնորսիչները եւ դրանք փաստորեն լճից հանում էին ոչ արդյունագործական կենդանիների, այսինքն մինչև 9 սանտիմետր կենդանիների մոտ 50%-ը։ Դա նշանակում է կրճատվում էր պոպուլյացիայի վերարտադրման ընդունակությունը գրեթե կիսով չափ։ Իդեպ խեցգետինները Սևանա լճի կարևոր սանիտարներից են, սնվում են հատակում կուտակված օրգանական տիղմով ու նպաստում ջրի որակի վերականգնմանը։ Հաշվի առնելով Սևանա լճում առկա խնդիրները, հասկանալի է, որ խեցգետնի պաշարների պահպանումը լճի համար նաև ռազմավարական նշանակություն ունի։ Տաթևիկ Աբրահամյան, ժամը լրատվական։